Գալիք ընտրություններին վարչապետի ձեր թեկնածուն ով է։ Նիկոլ Փաշինյան, որովհետև նա ամեն ինչ անում է, թոշակները բարձրացնում է, թոշակառուների բուժումը ձրիա սարք է։ Իսկ դուք օգտվել եք։ Այո, ականջիցս թարախ էր գալիս, տարան անալիզնել անել տվին, կատենել անել տվին, ամեն ինչը նորմալ։ Հետը երևի իմ իմանալով կատեն 45,000 է։ Իսկ ավելի լավ կլիներ օրինակ թոշակը 20,000 դրամ բարձրանար, թե այս ապահովագրությունը։ Ապահովագրությունը 20,000-ը հետի ծախսվելու էր գնար, բայց կարող է վաղ միսօրը միլիոնի գործ լինի բուժման համար։ Այդ ժամանակ ինչ պետք է անենք, մեռնենք, թե այդ ավելի լավ է այդ 20,000-ը չլինի, լինի այդ բուժումը ձրի։ Դպրոցները սարքում է, մանկապարտեզները սարքում է, ասֆալտն անում է, որ մի բանը չի անում։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը։ Այո, ինչի պետք է չհավատանք օրինակ։ Ներկայիս դրանց լավ է չեմ տեսնում։ Առողջապահության ապահովագրությունը Այո, օգտվել եք։ այո։ Տրտաբան պետք է այցելենք, որը մեզ համար անվճար է 65+-ի։ Ես զոբի խնդիր ունեմ, դա էլ անվճար, ինձ համար եղել է արդեն։ Հավատում եք խաղաղությանը։ Բայց շատ եմ ուզում եմ, ցանկություն ունեմ եւ հավատում եմ։ Խաղացույց լավ բան կա։ Չէ։ Ուրեմն այս խաղը երկրի տակ, որ ապրում ենք, ում շնորհիվ ներկայ իշխանությունների։ Այն որ ճորում խոսում էին, էսի կբերեք, էնի կբերեք, ուժեղ Հայաստան։ Հայաստանը ինչ են ասում, ուժեղ թույլ, ես պետականություն կա, Հազիզ ջան։ Ուժեղս որն է։ Լավ կլինի։ Խաղաղ ապրենք, ինչ նորմալ կլինի։ Հետո այդ թոշակների, բանով ասեն, սուտը հետա գալի, այսօր են 2% էլ ստացա։ Չեք հավատում։ Հավատում եք։ Այսօր անստել, այն 2%-ը։ Քարտով եք միայն։ Այո։ կատարում։ Այն որ պոստերում մարդիկ չեն զոհվում, առաջ քանի սալդատի դիագներ են բերել։ Այն օրը մեկը ելուց էր ունենում։ Այն Անդրանիկ կոչում ինչ է Թայվանյանը։ Ավելի լավ է գնանք, փողոցները մնանք, քան գնանք խրամատները։ Էդի ասելու բան, հա։ Բայց ինքը չի գնալու, իր երեխեն չի գնալու։ Այդ եմ ասում էլի, մեզ խոսում են, ինչի պիտի գնա փողոցները, դու փողոցային եք։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը, որ վայենի նախարար էր, այն ժամանակ ինքն էլ մի հատ դեպուտատին հարցրեց, այդ հարցեր կառավարության, ես միշտ նայում եմ, հարց տվեց, պատասխանեց Սերժը, հետո վերջում բավարարված եք, ասեց չէ դեպուտատ կինը, դե դեպքում գնացեք ամուսնյակիդ մոտ, թող բավարարի ձեզ։ Հրանտ Բագրատյանը, էլի դեպուտատը հարց տվեց, ասում է, չէ որ այդ ջուրը ջրի վրա ոչ մի կոպեկ չեք ծախսում, այդ ջուրը ինքնահոս գալիս է, տվեք թող գյուղացիները ջրեն իրանց այգիները, ժողովրդին ոչ մի բան ձրի։ Կարիք ունի վիրահատության, ինչ ասեմ, դիմել եմ պոլիկլինիկա, թերապևտին, այդպես հաջորդաբար նշանակեց սրտաբանի մոտ, ինք ուղեգիրը տվեց, գնացել եմ հիվանդանոց, հերթագրեցին, դադար գրպանով մտել եմ վիրահատության, դադար գրպանով դուս եմ եկել։ Ես 1 միլիոն դրամ որտեղից պետք է տայ, շնորհակալ եմ հրաման տվողից էլ, վիրահատողներից էլ։ Իսկ դուք օգտվել եք կամ պատրաստվում եք օգտվել։ Ես չեմ օգտվել, պատրաստում եմ օգտվել։ Ամիսը 50,000-ի դեղաստանում ես էլ նույնն է։ Ձերի անվճար։ Սաղ դեղեր է ստանում անվճար։ Անվճար դեղեր ստանում եք բոլորս էլ։ Ու նորմալ է։ Մենք կրկնակի, ես էլ կինս էլ ամիսը 10 ամեն մեկս 12,000-ի դեղ ենք ստանում սրտի եւ շաքարի համար։
Էդի շնորհիվ առաջ երրորդ կարգերին դեղ չէին տալի։ Երրորդ կարգ ունեցել, որ բոլորները դեղ են ստանում։ Հենա մեկ, որը գիտեմ, բանի մասին չեմ ասում, հա։ Դեղերը տվել են ինձ։ Իրան կարող է հələ վաղն է կանչեն, ասեն արի 1 միլիոն ենք էլ գործանում քո վրա։ Ես քարտով առևտուր եմ անում 50,000-ի։ Առաջ 5,000 է ստանում, հիմա հետո 6,000, հիմա 10,000, անցած ամսը արդեն գումար է, ես էլ կինս էլ 10,000 լրավշի ստացել ենք։ Քարտով եմ առևտուր անում 50,000-ի։ Հաջորդ ամսա 20-ից հետո 10,000-ը գալիս է։ Այդ ինչ տարբերություն։ Այդ նույն քարտի վրա ինչ տարբերություն։ Հենց տենց են գրել, այդ գիտեք ինչ եմ անում։ Եվ առևտուր ալինում, եւ առևտուրով են օգտվում, պետությունը օգտվում։ Եթե բյուջեն փոխել, այդ ո՞րից փող կավելացնեն։ Իսկ եթե որ ստից են դաշնակներն են, զիբիլ են, նրանք որ կայնում են ավել փակած խոսում են, եթե սա իրանք են մեղավոր։ Ուզում են այս երկիրը քանդեն, ոնց որ քանդեցին այս 30 տարվա։ Այս 7 տարի հազիվ շնչում ենք, այս չասած այս վերջի 2 տարի որ խաղաղություն ա լրիվ։ Հավատում եք խաղաղությանը։ Անպայման հավատում եմ, արդեն կա, ոչ թե հավատում եմ, 2 տարի ոսկու բարեկամին են խփել, ոսկու երիտասը, ոչինչ ծորների, ոչինչ, ես համ ծորն ու համ թորն եմ։ Ազատ գնում ծառայում գալիս են։ Ես իցնե բնիկ մեղրուց եմ։ Հեսա 70-ից եմ ապրում, բայց կապ ունեմ, գնում գալիս եմ։ Մինչև ստորագրելը ամեն օր ասում են վաղը պատերազմանելու, արդեն սկսել է, դու տեղյակ չես, բայց լի սուտ խոսակցություններ։ Հիմա հանգիստ, նորմալ, ամեն ինչով, ոչ մի պրոբլեմ այն որ չկա։ Խաղաղություն է տալիս, նրա պետք է ընտրենք։ Ներկա կառավարությանը։ Որտեվ Արած գործերը գնահատել ենք, նայել ենք արդեն։ Իսկ Քոչարյանի ժամանակով արդեն մեղրի փոխանակում էին ուզում անեին։ Եվ այնտեղ գերեզմաններ ունեն, եւ այնտեղ տուն ունեն, այնտեղ մեր պապական հողերն են, ամեն ինչն են, եւ ոնց կլինի այդպես։ Հներին չէ, հներից հեռու մինակ այդ Փաշինյանն եմ ճանաչում, էլ ուրիշ մարդ չեմ ճանաչում։ Չեն կողմնորոշվել։ Իհարկե Նիկոլա։ Հեսա գնում եմ աչքերս օպերացիա անեմ, որ ես 10 տարիա չէի կարում անել։ Հետո բացի այդ գիտեք ոնց կա։ Գնում եմ անեմ։ Ճիշտ է, զոհեր շատ Կալ չեմ, հո ես ապերախտ չեմ։ Երկու աչքը 700,000։ Հետի որ ես հնարավոր չէր որ կարանայի մուծեի։ Մի հատ գործարան չկա որ աշխատի։ Խի, որտեվ դադար գա մեջը։ Ոչ մի ստանոք չկա, սաղ ծախեցին Քոչարյանի վախտել, Սերժի վախտել։ Ինքը չի մեղավոր կարողա։ Իրան Քոչեն անձամբ ծախե, բայց ալան թալան եղավ։ Կարային ինչ որ մի ձևի փագեին, չէ։ Էս ինչ եղավ։ Մենակ շուկան աշխատել տեղը։ Հավատում եք խաղաղությանը։ Իհարկե,